Ողջույն բոլորին, ես Արսենն եմ եւ ձեզ հետ է Ego.com համակարգչային խանութ սրահը։ Ես երկար ժամանակ մտածում եմ թե ինչ հետաքրքիր device-ի ցուցադրում ներկայացնեմ իմ շատ սիրելի subscriber-ներին եւ հասկացա, որ դեռևս ես չեմ նկարահանել որևէ հետաքրքիր վիդեո նվիրված խաղային ականջակալներին։ Եվ հենց այդ իսկ պատճառով այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել Kingston HyperX Cloud Core 2 խաղային ականջակալը, որով ուշադրություն նաեւ կարելի է լսել երաժշտություն։ Գնացինք։ Նախ եւ առաջ սկսենք տուփից։ Տուփը, ինչպես տեսնում եք, բավականին մեծ է եւ գեղեցիկ, այն նաեւ բավականին ծանր է, նշեմ։ Ետևի կողմում տեսնում ենք մանրամասնություններ կապված product-ի մասին, որոնց ես այժմ չեմ բարձրաձայնի, այդ ամենը կասեմ այն ժամանակ, երբ արդեն տեսնենք հենց ականջակալը, այսինքն բացենք տուփը։ Բացելով տուփը ներսում արդեն հանդիպում ենք այսպիսի մի շատ գեղեցիկ կարմիր գույնով, այսպես ագրեսիվ դիզայնով գեղեցիկ տուփի, որի ներսում արդեն հենց գտնվում է մեր ականջակալը, այնպես որ շտապենք բացենք տուփը եւ տեսնենք թե ինչպիսին է մեր ականջակալը, ինչպես նաեւ կոմպլեկտավորումը տեսնենք։ Այստեղ տեսնում ենք, որ ականջակալը համատեղելի է ոչ միայն PC տեխնիկայի համար, նաև խաղային համակարգիչների համար, ինչպիսին են PlayStation-ը եւ Xbox-ը։ Հակառակողում տեսնում ենք, որ նաև այն կարելի է միացնել ինչպես տաբլետին, այնպես էլ սմարթֆոններին եւ վայելել երաժշտությունը, ինչու՞ չէ նաև խաղերի հենց sound էֆեկտները եւ առհասարակ ձայները, ինչ որ դուրս է գալիս մեր մոբիլային տեխնիկայից։ Անցնելով առաջ տեսնում ենք այսպիսի մի տեսարան, որը բացելիս միանգամից հենց մեզ աչքի են ընկնում մեր ականջակալը, շատ գեղեցիկ, այսպես իր համար նախատեսված վայրում, ամեն ինչ շատ կոկիկ, գեղեցիկ է գտնվում։ Անկյունում տեսնում ենք իհարկե բարձրախոսը, որը միացվում է մեր ականջակալին անմիջականորեն, ինչպես նաև sound card նախատեսված 7.1 աուդիո համակարգի համար, որին կանադառնանք մի փոքր ուշ, եւ իհարկե audio jack-ի կցոն, որը ձայնային աուդիո ազդանշանների ուղիները բաժանում է երկու մասի, այնպիսի տեխնիկաների համար, որոնց առանձին ուղիները առանձին մուտքերից է միացվում, այնպես որ սա շատ կարևոր եւ հետաքրքիր այսպիսի մի համալրում է մեր ականջակալի համար, եւ այսպես ականջակալը արդեն գտնվում է իմ ձեռքում եւ ամենակարևորը, ինչը որ փորձում եմ ես ասել, դա իհարկե որակն է։ Իրան ականջակալի ամբողջովին պատրաստված է ալյումինից, ինչպես նաեւ այս կողային հատվածները, որտեղ հենց գտնվում է HyperX նշանը։ Ականջակալը բավականին ամուր է եւ ճկուն, այնպես որ այսպիսի շարժումներից հետո այն բավականին հանգիստ կարող եք տեղադրել ձեր ականջներին եւ վայելել ձեր խաղային process-ը։ Անցքերը նախատեսված ականջների համար բավականին մեծ են եւ հարմարավետ, այնպես որ նույնիսկ մի քանի ժամյա խաղային process-ից հետո ձեր ականջները նորից մնում են ողջ։ Նաև նշեմ, որ ականջակալի բարձիկները գործարանային գալիս են կաշվեպատ, բայց նրանք, ովքեր չեն սիրում կաշվեպատ բարձիկներ, կարող են այն փոխարինել կոմպլեկտում համալրված Velour-ից բարձիկներով, որոնք բավականին հարմար են եւ իհարկե շնչող։ Ականջակալի այս հատվածում գտնվում է մի անցք, որը նախատեսված է հենց մեր խոսափողի համար։ Այսինքն այն ժամանակ, երբ մեզ հարկավոր է օգտվել աուդիո չաթից կամ ուղղակի կոմունիկացիոն սերվիսներից, պարզապես այսպես միացնում ենք եւ արդեն օգտվում ենք մեր խոսափողից։ Նաև ասեմ, որ այն բավականին ճկուն է, այնպես որ այն կարող ենք հարմարացնել ինչպես ուզենք։ Ականջակալի մուտքը բոլորից քաչ հայտնի 3.5 մմ տրամագիծ ունեցող audio jack-ն է, որը բաղկացած է 4 սղուց։ 3-ը պատասխանատու են ականջակալի համար, իսկ մեկը արդեն բնականաբար խոսափողի համար։ Այնպես որ ականջակալը ամբողջովին նաև համապատասխանում է սմարթֆոնների հետ աշխատանքին։ Պարզապես երբ զանգ ստանանք օգտագործման ընթացքում, այս խոսափողով խոսելը մի փոքր կլինի տարօրինակ եւ անհարմար։ Բայց այս ականջակալի ողջ հետաքրքրությունը կայանում է այս աքսեսուարում, որը sound card-ի տեսքով է, եւ հասարակ ստերեո ազդանշանները այն վերածում է 7.1 համակարգի, որը բավականին բարձրորակ է, հաշվի առնելով այն փաստը, որ այն թվային 7.1 համակարգ է։ Այս աքսեսուարի բացի sound card-ները, ասեմ, որ նրա վրա առկա է ականջակալների ձայնի բարձրության եւ իջեցման կոճակները, ինչպես նաեւ խոսափողի բարձրացման եւ իջեցման կոճակները, եւ կենտրոնում հենց գտնվում է 7.1 համակարգի միացման եւ անջատման կոճակը։ Եզրափակելով ինչ կարող եմ ասել, Kingston HyperX Cloud 2 ականջակալը լավագույն տարբերակն է եւ խաղերի համար, եւ ֆիլմեր դիտելու համար, եւ ինչու՞ չէ նաեւ երաժշտություն լսելու համար միջին գնային սեգմենտի։ Մանրամասն ինֆորմացիան այս product-ի մասին, ինչպես նաեւ Ego.com համակարգչային խանութի մասին դուք կարող եք գտնել իհարկե վիդեոյի նկարագրություններում։ Ես Արսենն եմ, ձեզ հետ է Ego.com համակարգչային խանութ սրահը, մի զրկեք ձեզ լավագույնից եւ օգտվեք լավագույն համակարգչային տեխնիկաներից։